Մի 10 տարի առաջ կպատկերացնեիք, որ Հայաստանում կգա մի իշխանություն, որը կասի, որ Արարատը հայկական չէ։ Պետք է փոխենք մեր զինանշանը, պետք է փոխենք մեր հիմնը, որ դեռ պետք է հասկանանք հայոց ցեղասպանությունը, այդ ինչ է եղել, այդ ոնց է եղել, որ մտել է օրակարգ։ Որպես քաղաքացի այս հայտարարությունները Հայաստանի ղեկավարի կողմից ձեզ ինչ-որ մի բանի մասին հուշում են։ Առնվազն ես հասկանում եմ, որ գնում ենք դեպի կործանում կատարելապես որպես ազգ։ Ես ինքս սովետի մարդ եմ, ես ամեն ժամանակ լսել ու տեսել եմ, որ պետքա հայերենը, ես չգիտեմ, ուրիշ ինչ բառերով կարելի ասել, դա սկիզբն է ու վերջն է, ինձ համար կոնկրետ։ Իսկ հիմա փողոցներում ռեկլամներ եմ տեսնում, ծամածրված դիմագծերով, ռեկլամ ասում է, թե հայերեն կարդալ, հարցական։ Չէ, ես չեմ ուզում հետաքրքիր զրուցակից լինել։ Երբևէ կարար մարդը հասկանալ, որ կարա իր լեզուն այդքան պիտանի չլինի, որ չկարդաս ոնց ես կարողանալ զարգանաս, որ կարողանաս ինչ-որ մեկի հետ զրուցակից լինես։ Այսինքն կարծում եք սա պետական մակարդակով տարվող քարոզչություն է։ Ինձ թվում է տենց, թե չէ ոնց կարա, այդ ոնց է ես հասարակ մահկանացուս սովորական քաղաքացի տեսնում եմ, որ այդտեղ ինչ ա գրած, ոչ մեկ չի տեսնում այդ ռեկլամը, ու դրանից առաջ այդտեղ ռեկլամ էր կպցրած, ուզում եք գրադարան, զանգեք դարան, այսինքն գրքեր հավաքեք, իրար հակասող բաներ, միտեղ ասում են զարգացեք, միտեղ ասում են պետք չի այդ հայերենը, մեկ ուրիշ տեղ ասում է սենց ձեռքով շեշտում է հայերեն կարդալ ու էլի զարմացած, ուրիշ ռեկլամ, ես չեմ ուզում, չէ, մտավոր կարողությունները առաջացնում։ Ես այս ձեռքի նշանից հասկանում եմ, որ հոպ, հայերեն պետք չի կարդալ, որտեղ կարող է հետադիմություն բերի քեզ։ Ինչու է պետական մակարդակով նման քարոզչություն գնում։ Ես չեմ կարա այդ հարցին պատասխանեմ, բայց որ այդ մենք ընդհատակ, այդ հաստատ է։ Ինչով է դա դրսևորվում։ Ամեն ինչով։ Ընդհանրապես հաշվի չի առնվում ժողովրդի կարծիք։ Եթե ժողովրդավար ենք, պիտի ամեն տեսակի որոշում լինի ժողովրդի համաձայնությամբ, աջակցությամբ, կամքով, օգուտ։ Դրանցից ոչ մեկը չկա այս ժողովրդի համար։ Այս ժողովուրդը, ոնց որ մեր ղեկավարն էր ասում, մենակ տուգանքի մատերիալ է։ Ոչ մի ձևի կյանք չկա, սպասելիք չկա, ապագա չկա։ Ասում է ժողովուրդն է ինձ բերել իշխանության, ժողովուրդն էլ ինձ կհանի, երբ որ ցանկանա։ Դե ամբողջ համացանցը ցանկանում է, որ ինքը հեռանա, ինչի չի հեռանում։ Այտենց էջ չկա, որ բացես, ու դու ինչ-որ մի հատ գովասանքի բառը լսես։ Ես չեմ տեսել այտենց բան։ Ու կոնկրետ եթե ես այդ ընտանիքի անդամ լինեի, ինձ մեկը վարկաբեկեր կամ իմ ընտանիքի, ես չգիտեմ ինչ կանեի։